մեղավորին ներելն էլ դա մեծ ողորմություն է, ամենամեծ ողորմությունն է։ Եթե մեկը քո դեմ հանցանք է գործում եւ դու ներում ես այդ մեղավորին, դու օգնում ես։ Եվ գիտեք, այդ ներելու իշխանությունը, մեղքերին ներելու իշխանությունը Աստված մեր Տերը Հիսուս Քրիստոս տվեց առաքյալներին։ Տեսեք, ամենամեծ շնորհը առաքյալներին, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս տվել է, երկնքի արքայության բանալիները, ում ներեք ներված կլինի, ում կապեք կապված կլինի, ում արցակիկ արցակված կլինի, այսինքն Քրիստոս առաքյալների միջոցով քահանաներին տվեց մեղքերը ներելու իշխանություն։ Ինչու ենք մենք գնում քահանայի մոտ մեր մեղքերը խոստովանում։ Որովհետև քահանան այդ իշխանությունն ունի։ Ամենամեծ շնորհը ներում է մարդկանց։ Հա, եւ այդ ժամանակ ոնց որ երկինքի արքայության բանալիները դնում է բացում է մեղավորի համար, ասում է ներեցի, մատի երկինքի արքայություն։ Տեսեք ինչ մեծ ողորմություն է քահանայական շնորհը։ Իրականում քահանայական աստիճանը մարդկային աստիճան չէ, հրեշտակային է։ Հրեշտակների գործն է քահանայությունը, բայց ինչու Աստված հրեշտակներին չտվեց, այլ մարդկանց տվեց քահանայագործելու այդ իշխանությունը։ Որովհետև մարդն էլ է մեղավոր։ Իր մոտ մեղավորներ են գալիս, հրեշտակները սուրբ են։ Պատկերացնում եք, մենք գնանք հրեշտակի մոտ խոստովանենք մեր մեղքերը, այն սուրը կհաներ մեր գլուխ կդրեր։ Հա? Բայց մարդը քանի որ մեղավոր է, իր մոտ էլ մեղավորներ գալիս, ասում է ես մեղավոր եմ, ներեմ, որ Աստծուց ներում ստանամ։ Քահանան էլ ներման կարիք ունի։ Ներում է մեղավորներին եւ Աստված իրեն։ Ում չի ներում, անզեղջ մեղավորին չի ներում, որտեղ Աստված էլ անզեղջ մեղավորին չի ներում, երբ որ մարդը չի զղջում իր մեղքի համար, չի փոխվում, ասում է դե ինչ մեղք եմ գործել, որ անզեղջ մեղավորին Աստված չի ներում։ Քանն ասում է զղջում ես իր մեղքի համար, խոստովանում ես, ապաշխարում ես, հրաժարվում ես։ Հա, այն ժամանակ ներում։ Ուրեմն այս ներողամտության հոգին ամենամեծ ողորմածությունն է մարդկային ազգին, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս փոխանցեց իր առաքյալներին, աշակերտներին եւ աշակերտները փոխանցեցին եկեղեցուն։ Եվ հա, այսպես Աստված ողորմեց մարդկային ազգին։ Ուրեմն մենք որքան որ մարմնավոր ողորմությունները գիտենք, այնքան ավելի կարևոր են հոգեվոր ողորմությունները, որովհետեւ հոգին է կենթանարար, մարմինը ինքն իրենով ոչինչ չի կարող անել։ Ավելի շատ մենք պետք է հոգին կենթանացնենք, քան թե մարմինը։ Ամեն